Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Դե ինչ երևի գուշակեցիք կամ կռայեցիք արդեն, որ խոսելու ենք երեք մայրաթոռում տեղի ունեցածից, կատարվածից։ Իսկ ինչ էր իրականում կատարվում։ Կատարվում էր հետեւյալը, որ սրբապղծությունը մարտնչում է եւ սպառնում է եւս մի քանի օրով երկարաձգել իր լուսավորչի գահը զավթած պահելը։ Եվ իզուր չեմ օգտագործում այս բառը սրբապղծություն, ես առհասարակ կոպիտ բառեր օգտագործելուն անընդհատ օգտագործելուն այդքան էլ կողմ չեմ, որովհետև դրանով երևույթը արժեզրկվում է, իսկ սրբապղծությունը դա բավականին բարդ մեղադրանք է։ Ուստի ինչի որակել այդպես, որովհետև նախ եւ առաջ գանք ամենասկզբից ամենախորքից շնորհակալություն իրավապահ մարմիններին իրենց գործը հավուր պատշաճ իրականացնելու համար, իսկապես որոշակի իրավիճակներ լինում էին, երբ Կտրիշ Ներսիսյանի պաշտպանյալները, գազազած ամբոխի ներկայացուցիչները փորձում էին սրել իրավիճակը, հստակ իմանալով գծերը, ոնց ինչպես են քաշված, անցնելով եւ մարդկանց վիրավորելով։ Սա իրենց դաստիարակության մասին, սա իրենց պատկերացրած աստվածավախության մասին, սա իրենց պատկերացրած եկեղեցու մասին։ Այսինքն մարդիկ կարող են եկեղեցի բակում կանգնած անեծքներ հղել մյուս քաղաքացիներին։ Մարդիկ կարող են եկեղեցու բակում չհասկանալ որտեղ են գտնվում ու սադրել իրավիճակներ։ Մարդիկ կարող են իրավիճակ սադրելու համար եկեղեցում ժամերգություն կազմակերպել։ Սա թերևս ամենաբառացիորեն ամենազազրելի բանն էր, որ կարող էր կազմակերպել Կտրիշ Ներսիսյանը։ Բոլորս երևի տեղյակ եք, բյուրականում պետք է լիներ, պայմանավորվել էին իրենք, որ ժամերգություն են անելու իրենց հանցագործ եղբայրների անազատության մեջ գտնվող իրենց հանցագործ եղբայրների համար, աղոթք առ Աստված, չգիտեմ, իրենց կարծիքով Աստված այս ամեն ինչը չի հասկանում։ Իրենք չեն հասկանում, չեն ըմբռնում Աստված ասվածը։ Հասկանում եք, սա արդեն քաղաքական շահի, այստեղ Աստծուն շահագործում են անգամ, Աստծու անունը շահարկում են անգամ իրենց հանցագործ պատկերացումները առաջ տանելու համար։ Սրանից ավելի զզվելի բան գոյություն չունի։ Աստված հստակ ասել է, կեսարինը կայսրին, Աստծուն Աստծուն։ Այսինքն Աստված համարում է, որ պետականություն, պետական միավորը կարևոր երևույթ է եւ չի վերցնում դրա կառավարումը իր ձեռքը։ Հասկանում եք, չի վերցնում պետականության կառավարումը իր ձեռքը ու չի ասում, որ պետական այրերը պիտի լինեն քրմեր կամ եկեղեցականներ կամ կաթողիկոսներ, մարդիկ, ովքեր որ պիտի ծառայեն բարոյական նորմերին։ Չի ասում նման բան, ճիշտ հակառակ, ասում է նա պետությունն է։ Դու պիտի հստակ մի անձը պիտի այդ երկուսը հստակ տարանջատի իրարից, մեկ անձը։ Ամեն մի հատիկ անձ, ով ունի պետություն, հանդիսանում է պետության քաղաքացի եւ հանդիսանում է հավատացյալ քրիստոնյա, հստակ պիտի իր մեջ սա առանձնացնի եւ չխառնի մեկը մյուսի հետ։ Սրանք խառնում են այն էլ Աստծո անունով։ Իսկ իրավապահ գործունեությունը պետության գործառույթն է։ Եվ եթե պետության մեջ որևիցե քաղաքացի սպառնալիք է իրենից ներկայացնում մնացած քաղաքացիների հանդեպ, նա պիտի օրենքով պատասխանատվություն կրի։ Այդ սպառնալիքի չափը այդքան էական չի, դա արդեն դասավորվում է ըստ օրենսդրական, քրեական կամ վարչական օրենսգրքերի։ Ցանկացած հանցագործություն պատժվում է օրենքով, որովհետև ոչ թե տվյալ մարդը, որովհետև այդպեսին, այլ որովհետև դա վտանգ է ներկայացնում հարևանին, բարեկամին, միջավայրին, հասարակությանը, պետությանը եւ տարբեր փուլերում տարբեր պատժաչափեր են կիրառվում։ Հիմա սրանք վերցրել են, որոշել են, որ այս ամեն ինչը հեչ, Աստված էլ է սխալվում, իրենք ճիշտ են հասկանում ամեն ինչը,
եւ որոշել էին բյուրականում ժամերգություն կազմակերպեն։ Լավ, ինչպես ասում են իրենց մուր, իրենց գլուխ։ Բայց տեսնելով, որ մարդիկ ունեն որոշակի տարաձայնություն Կտրիշ Ներսիսյանի հանդեպ, որով ու այդ տարաձայնությունը 1 օրվա չի, 5 օրվա չի, 1 ամսյա չի, 1 տարվա չի, փորձում են ներկայացնել, գտել են պատեհ պահը նաև դրանից ազատագրվելու։ Իմիջիայլոց Աշկովը սնկավ հասարակական գործիչներից մեկը, մետ չգիտեմ, սա ինչ էր էլի, գրառում արել, ասում էր, բայց ինչի հիմա, թող այս ամեն ինչը անցներ, գարնանը ընտրություններ կլինեին, դրանից հետո հանգիստ պայմաններում նախընտրական թոհուբոհ է եւ դրանով մեկը մյուսին հաղթաթուղթ է տալիս ընտրական, ընտրություններից հետո թող հանգիստ անեն, լսեք, դուք ցնդվել եք լրիվ, իսկապես ինձ կամ անում էին թող մինչև այսօր անեն, մի հատ այսպիսի բան ձեզ ասեմ, 20 թվականին պատերազմ էր, ասացինք լավ, թոհուբոհը թող անցնի, 21-ին ընտրություններ էին, հետո էլի հարձակում Հայաստանի սահմանների վրա, ասացինք լավ, թող անցնի թոհուբոհը, 22-ին դարձյալ հարձակում Հայաստանի վրա, լավ, թող անցնի թոհուբոհը, 23-ին Արցախի շրջափակում էթնիկ զտում, լավ, թող անցնի թոհուբոհը, 24-ին ջիհադիստական շարժում, արդեն ամբողջովին քաղաքականացված Սուրբ Էջմիածինը, կոնկրետ քաղաքական բաների մեջ, լավ թող անցնի թոհուբոհը, 25-ին ասում ենք ու պիտի հանենք, ամառվանից գնում ասա, չէ թող անցնի նախընտրական բանը նոր, կներեք, որ անցնի 26 թվականին ընտրությունները անցնի, անկախ նրանից Դաշնական Հանրապետականա ձևիստա խառը կընդգրկվեն ազգային ժողովում, թե չէ, նրանք հաշտ են լինելու արդեն, դուք իսկապես տենց անմեղ սունակի դեմքով նստում նայում, տենց սիրուն բաներ եք պատկերացնում, դուք չգիտեք ինչ է ստացվում կամ կատարվում, հիմա գանք մեր խոսքին ու մտքին, սրանք պիտի իրենց հանցակից ընկերների համար ժամերգություն կազմակերպեն բյուրականի եկեղեցում, լավ կաներ այդ վրթանեսեր չէ կարծեմ դրա անունը քահանայի, ես ասել եմ ու էլի կասեմ, մի հատ էլ բանի, Աղվան Հովսեփյանի համար ժամերգություն կազմակերպեիք, տեսել եք այդ բյուրականի ունեցվածքը իրա, տեսել եք դուք, նախկին դատախազն է եղել, այդ ամբողջ միլիարդով այդ իրա ունեցվածքը, այն ինչ-որ ինչքան գետնի երեսնա այդքան էլ գետնի տակ, այդ ամբողջը արդարության խեղման գինն է, արդարության խեղման գինը, նա դա ունի, որովհետև արդարությունը Հայաստանում եւ օրենքը Հայաստանում ստորադասված է եղել։ Ես երբեք աչք չեմ ունեցել հարուստ մարդկանց ունեցվածքի վրա, ճիշտ հակառակ։ Ես շատ ուրախ եմ լինում, երբ որ տեսնում եմ հաջողակ հայ մարդ, շատ ուրախ, երջանիկ եմ պարզապես լինում։ Եվ իսկապես ամբողջ սրտով մաղթում եմ, որպեսզի աշխարհի բոլոր հայերը լինեն միլիարդատեր։ Ես կլինեմ բոլորի բանվորը։ Մենակ թե բոլորը հարուստ, լավ երջանիկ ապրեն, եթե իհարկե դրա մեջ երջանկություն կա, այնուամենայնիվ, չունենան ոչ մի բանի պակաս։ Բայց այստեղ հարցը պաշտոնյայի, այն էլ օրենքի պաշտպանի մասին է։ Հասկանում եք թե չէ, պատասխանատվություն կրող անձի մասին է։ Վրթանես, դու որ այս կանգնած եկեղեցու բակում, ասում ես մենք էլ պահանջում ենք Նիկոլի հրաժարականը, նախ քեզնից առաջ, ընթացքում հետո էլ Նիկոլի հրաժարականները պահանջողներ կան, բայց քեզ նմանները, այ հենց այդ քաղաքական հայտարարություններով բիծ քաշեցին մեր եկեղեցու անարատության վրա։ Պահանջի, կապատ, հանի, գնա կառավարության շենքի մոտ, ակցիա արա, պահանջի։ Իհարկե լավ կանես տեղեկացնես ինչի համար ես պահանջում, բայց դա արդեն քո քաղաքացիական դիրքորոշումը կլինի։ Դու ո՞նց կարող ես Էջմիածնի դռան, երեք դու դրա համար վատացար։ Նաև դրա համար, որովհետև դուք Աստծու դեմ եք ելել։
Դուք դուրս եկեք էլ Աստծո դեմ։ Աստված չեք տեսնում, որ չի ուզում ընդունի, չի ընդունում, էլ ոնց ձեզ հասկացնի, որ ինքը չի ընդունում այդ սա։ Ոնց բացատրի ձեզ։ Աստված խոսում է նաև նշաններով, այո։ Դու տեղյակ չես իբր, որ մեր եկեղեցին պիտի մաքրվի։ Եվ ձեր նմանների հեռանալուց հետո երևի պետք է նորովի օծվի ամեն ինչ։ Չգիտեմ, դա ոնց է լինում, դա արդեն ավելի կոնկրետ կասեն բաները, ծառայողները եկեղեցու, ամբասից ծառայողները։ Քաղաքական թիմերին հավաքել ի պաշտպանություն Կտրիչ Ներսիսյանի, որևիցե քաղաքացի, տեսեք, ես աչքովս ընկավ, ժողովուրդ ջան, փաստերի ստուգման հարթակը թվեր էր հրապարակել։ Դեկտեմբերի 18-ին Մայրաթորի տարածքում տեղի ունեցել երկու հակընդդեմ հավաք։ Առաջին հավաքի մասնակիցները, որոնք Մայրաթոր էին եկել ընդդիմադիր տարբեր քաղաքական ուժերի կոչով, հանդիսացել են Գարեգին Բ կաթողիկոսի կողմնակիցներ եւ հավաքվել ժամը 15:30-ից։ Երկրորդ հավաքին մասնակցել են քաղաքացիներ, որոնք 10 եպիսկոպոսների կոչով պահանջել են կաթողիկոսի հրաժարականը։ Երկու հավաքները միմյանցից բաժանված են եղել ոստիկանական պատնեշով։ Իրազեկ քաղաքացիների միավորումը Աերոնկարահանման միջոցով իրականացել է հավաքների մասնակիցների հաշվարկ։ Արդյունքում պարզվել է, որ ժամը 17:40-ի դրությամբ, դա ամենափիք ժամը համարենք, Մայրաթորի բակում կաթողիկոսի կողմնակիցների հատվածում ներկա է եղել 2200 մարդ, իսկ հրաժարական պահանջող քաղաքացիների հատվածում շուրջ 1020 մարդ։ Հաշվարկում ներառված չեն շարքով կանգնած ոստիկանները, ինչպես նաև եկեղեցում եւ այլ շինություններում գտնվող անձինք։ Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։ Տեսեք։ Հայաստան դաշինք, դաշնակներ, կուսակցականներ, պատգամավորներ։ Հոպարի գանձ, Նարեկ Կարապետյան։ Մենք արդեն հավաքել ենք 14000 կամավոր, մեր շեմն անցել է արդեն 14000-ը։ Գնում սրա նրա դռները թակում են, խապելով հոսանքի սակագնի թեմայի հետ կապված ստորագրություն են վերցնում, երևի հետո դա բերում ներկայացնում են իբր կամավորների ստորագրություն։ Բա այդքան բան եք, համարցակ եք, ինչի՞ չեք ներկայանում, թե որ կառույցից եք։ Ինչի՞ մարդիկ կարծում են, դուք որ կառույցից եք, չեք ներկայանում, ընդդուք միջով խափում ասում եք կառավարությունից ենք։ Էլով կար այնտեղ։ Հա, Նաիրա Զուրաբյանը, դա մենակ ինքը բավարար էր երևի, ամբողջ պատկերը ըմբռնելի դարձնելու համար։ Թաթոյանը, մարդու իրավունքների պաշտպան աշխատած անձնավորությունը։ Մի խոսքով, գեղամ, սենց անվանական չանդրադառնամ եւ իհարկե մի քանի տասնյակ արցախցիներ, որոնք որ շահագործվում են սրանց կողմից։ Այս բոլորով եկել եք 2200 անց։ Հարցը իսկապես դեռ քանակը չի, դնենք դա մի կողմ։ Հարցն այն է, որ այստեղ որևիցե քաղաքացի իր կամքով չէր վերկացել, ասել մի րոպե, ես գնում եմ իմ կաթողիկոսին պաշտպանելու։ Ես գնում եմ կանգնելու այնտեղ, որպեսզի իմ կաթողիկոսը չհեռանա։ Մի հոգի հստակ հավատացյալի համոզմունքներով անձնավորություն չի եղել այդտեղ։ Չի եղել։ Ով եկել է ձեր դուք տենց սիրուն հավաքել բերել եք։ Եվ կիսով չափ քիչ մարդ այս կողմում, որտեղ որ, այո, մի անկեղծ լինելու համար ասեմ, մի քանի կուսակցականների տեսա, երևի մի 20 հոգի ոչ ավել, որովհետև ԿՊ կուսակցությունը ինձ շատ ծանոթ է մեջից ու իր 5000 կուսակցականներից մի 20 հոգի իրենց կամքով, որովհետև հրահանգ, ինչպես դուք սիրում եք ասել, չի իջեցվել, մարդիկ իրենց համոզմունքներով, եպիսկոպոսների կոչով,
Որևիցե մեկը չի ասել եկեք միացած պաշտոնյա падգամավոր բան։ Որևիցե մեկը չի ասել։ Բոլորը եկել են իրենց կամքով, ասել են, չէ, մենք գնում ենք կանգնենք այս մարդկանց կողքին ախպեր։ Կտրիչը պիտի հեռանա։ Եվ այստեղ իսկապես թե որ այստեղ որ կիսողչափ պակաս էին, սրանք 1020 անգամ ավելի են ձեզանից, որովհետև այստեղ համոզմունքով մարդիկ էին, ոչ թե քաղաքական։ Այստեղ բոլորը քաղաքական։ Եթե կտրիչի հույսը մնացել է քաղաքական ընդդիմությունը, սա այս ճշմարտությունը արդեն բղավում է ձեր երեսին, որ պարտվել եք։ Այս ճշմարտությունը բղավում է ձեր երեսին։ Ասում է պարտվել եք։ Մի խոսքով, այս սադրիչներս բյուրականից վեր են կենում, որոշում են ժամը փոխել, ես գրեթե վստահ եմ, որ այդ ժամերգությանը մարդ չէր գնալու։ Բերել էջ միացնում նույն ժամին, լավ իմանալով, որ այնտեղ ակցիա լինելու, իրեն ժամերգությունը իրականացնել։ Որևիցե մեկը չի խանգարել։ Սա դրանքի դրսևորումը։ Հետո իշխանիկը, գեղամիկը իրանց համար կանգնած, սենց իրենք էլ աչքերները փախցնելով, կիսած խնդալները ազիվ զսպելով, բացատրություն են տալի, թե սրանք եկել էին, սադրեին մեր, չգիտեմ ինչ է, բայց կտրիչ Ներսիսյանը կարողացավ ժամերգությունը բանալ։ Գիտեք, սա արդեն ծիծաղելի էլ չի, դուք ձեզ եք ձեռ առնում։ Որովհետև այդտեղ սադրողը դուք եք։ Դուք եք տեղն ու ժամը դիտավորյալ փոխել բերել այդտեղ, որ սա դրանք լինի։ Եվ հետո, այստեղ ես չգիտեմ, կտրիչի երեսը չուգունից է, պադոշից է, ինչ մատերիալից է, բայց երբ որ վեհապարը, կաթողիկոսը, մայր տաճարից դուրս է գալիս, ու նրա մի թևում հազարով մարդ կանգնած գոռում է, հեռացիր, ու էլի նմանատիպ վանկարկումներ, Աստծուն մոտ կանգնած մարդը այլ կերպ կվարվեր։ Ոչ թե կգար ու հայտարարություններ կաներ իրեն հույս տալու համար, թե հաղթեցին ինչ-որ բանում։ Եվ կտրիչ Ներսիսյանը որակում այս ամեն ինչը հարձակում եկեղեցու վրա։ Այսինքն ըստ կտրիչ Ներսիսյանի, եթե իրականում հարձակում լինի եկեղեցու վրա, իրենց գործառույթը սա պիտի լինի, վեր կենալ ու ինչ-որ բաներ ասել։ Զզվելի է։ Սոպա Սաֆարյանն է գրում. Մի կողմ թողնելով մայրաթոռում տեղի ունեցածի ֆոնային աղմուկներն ու ուշադրություն շեղող գրավող միջադեպերը։ Հասարակության համար վիզուալիզացվեց ու գետնի վրա ֆիքսվեց, որ ճգնաժամը բառացիորեն կտրիչ Ներսիսյանի դռան մոտ է ու նա պաշտպանության տարածք չունի, ինչպես ասում են, ռազմավարական խորք չունի։ Հոտի շուրթերից հենց տեղում հնչեցին հեռացիր կոչերը որպես օրակարգի պահանջ։ Երրորդ, եպիսկոպոսները պաշտոնապես մուտք արեցին կտրիչ Ներսիսյանի հրաժարականի պահանջի դիմումը։ Չորրորդ, կտրիչ Ներսիսյանը ստիպված է առանց ցթվետանքի ուղիղ մայրաթոռի բակում թիմային բաց առաջնություն ունենալ, որից իր փեշերին կպնելու են քաղաքական իրավիճակների կեղտն ու անխուսափելի վարկաբեկումը։ Հինգերորդ, եպիսկոպոսած ժողովում կա օրակարգային մեկ հարց. հեռացում, երբ ու ինչ պայմաններում։ Ոնց ենք անում քո հեռացումը։ Ոչ թե գնում ես, թե մնում ես։ Չէ, դու գնում ես։
քննարկումը ուրիշ բանի շուրջ է։ Ոնց ես գնում։ Սրա շուրջ է։ Նկատեցի այսպիսի արդյունքներից հետո ոմանք այդ թվում այնտեղ եղածները սալյուտ են տվել, թե միահամուռ ետ մղեցին, ինչպես Լևոն Քոչարյանը։ Վատ կրթությունը վատ բան է, քաղաքականության մեջ, քանի որ չես տեսնում էականը, ճակատամարտը եղել է տան դռան մոտ ու վերջնագիրը մուտք է եղել կանցելարիա։ Հաջորդիվ փակուղի է։ Կաթողիկոսը մերժում է պահանջը, Տեր-Թադեն ասել է, ժողովուրդը կցնցվի շոկային բացահայտումներից։ Երկրորդ, կաթողիկոսը ընդունում է պահանջն ու շտապում են իրեն սպասող վարչապետի մոտ հեռանալու պայմանները քննարկելու, ինչը որ ասել է վարչապետը 3 բրիֆինգի ժամանակ։ Այսքանից հետո ճակատամարտը հաղթողները կարող են մի հատ էլ սքո սալյուտ տալ։ Կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ։ Ուրեմն աչքովս ընկավ երեկոյան այս ձևիստները քահանաների հետ հոգնած իբր մարտից հետո իրենք պաշտպանել են մայրաթորը մարտից հետո ծանր այս ինչ քաջագործություն են կարել բան սենց նկարներ է պատտվում իհարկե դա ճշմարտությանը չի համապատասխանում բայց ոչինչ մարդիկ երևակայում են այդպիսի պատերազմը այդպիսին թող երևակայեն իրենց գործն է ու ազատությունը մի հատ չգիտեմ քահանա էր վարդապետ էր ինչ էր չգիտեմ ինտերվյու է վերցնում ասի լավ ես մի հատն էլ նայեմ նոր գնամ քնեմ չնայած արդեն լավ հոգնած է ու ինձ ծանոթ բաներ են խոսում ասում են կաթողիկոսին իրավունք ունի հեռացնել միայն ազգային խորհուրդը հոգևոր ես իմ տես մի հատ բան կա ինչ որ ազգային հոգևոր խորհուրդը թե ինչա որովհետև նրանք են ընտրել նրանք միայն կարող են հեռացնել ու այսպիսի խոսակցություններ շատ է գնում էլի թե ով կարելի է հեռացնել գիտեք ինչ դա ձեզ թվում է թե միայն նման խորհուրդները կարող են հեռացնել այդ մենք ենք դեռևս ցանկանում որ հնարավորինս քրիստոնեաբար ամեն ինչ տեղի ունենա բայց այստեղ մի քանի հարց կա այնուամենայնիվ 26 տարվա մեջ այդ խորհուրդը քանի անգամ է իրար գլուխ հավաքվել Կտրիչ Ներսիսյանի մասին կամ սրբազանների մասին ցնցող բացահայտումներից հետո իր կարծիքը հայտնելու այդ խորհուրդը քանի անգամ է կարծիք հայտնել այն ամեն ինչի շուրջ ինչ որ տեղի է ունենում քանի անգամ է այդ խորհուրդը արտահայտվել թե ոնց է վերաբերվում Հայաստանի առաքելական ուղղափառ եկեղեցու գոյությանը քանի անգամ այդ խորհուրդը մի խոսքով այդ խորհուրդը 99 թվականից ընտրելու թռել է չկա մարդիկ կան կառույցը չկա սա մեկ երկրորդ դա է պատճառը որ տենց բան եք էլի այտենց համարցակ նստել ու աչ ու ձախ եկեղեցին պղծել եք որքան կարողացել եք հա որովհետև գիտեք որ ոչ ոք չի կարող ձեզ հեռացնել միայն այդ խորհուրդը կարող է հեռացնել դե այդ խորհուրդն էլ իրաց գործերով են հա այս դրա համար եք այսքան լրջկվել այդ ձեզ թվում է թե այդ խորհուրդն է հեռացնողը որտեղ է գրված նախ այդ գրված տողերը մի հատ անեք ցույց տվեք սա մեկ երկրորդ այդ կանոնագիրքը, որով որ սենց ոնց հարմար աշխատում եք, գոյություն չունի, գոյություն է ունենալու նոր կաթողիկոսով, նու տեղապահով, որովհետև դուք այդ կանոնագրքերը այնքան եք խճճել, որ միապետությունը ձևավորվի, որ օրինակ Տաթևացին ասում է, ստեղ հարմար է, սա մեջ բերեցիք, ես ինչն ասում է, սա հարմար է, մեջ բերեցիք, ու միամիտ պարզվում է, որ ձեր մասին ոնց որ ոչ ոք ոչ մի բան չի ասել, հա?
Ոչ, այդ հենց հավատացյալ հոտն է որոշում։ Ու որոշելիքն էլ արտահայտել ու ասել է, նամակն էլ ներս է մտցվել։ Սպասում ենք պատասխանին, ու նման արդարացումները մեզ հետաքրքիր չեն։ Մեր պատմությունը գիտի դեպքեր, երբ որ սրբազաններ ու քահանաներ են միրուսները ծափրել ու լարել էշի վրա թարս նստեցնելով։ Հասկացաք, այդ ժամանակ էլ է եղել կանոնագիրք ու եղել է ինչ-որ խորհուրդներ։ Բայց որոշողը եղել է հոտը, հավատացյալ հոտը։ Այս պարագայում, նաև իմ կարծիքով, իմ ուրույն կարծիքով, Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի, ցանկացած հայ մարդ ունի իր որոշիչ դերն ու նշանակությունը այս ամեն ինչի մեջ, որովհետև հայ առաքելական եկեղեցին ցանկացած հայ մարդու պատմամշակութային, եթե ոչ հավատքի տեսանկյունից, ապա առնվազն պատմամշակութային տեսանկյունից հանդիսանում է հայ ժողովրդի ժառանգությունը, որը սեփականաշնորհել է, եւ մարդիկ սա պիտի հասկանան։ Մարդիկ սա պիտի հասկանան։ Մենք եկեղեցի ենք ձեզ թողել, որպեսզի դուք քրիստոնեական ծիսակարգեր մատուցեք մեզ համար։ Այդ եկեղեցի ձեր սեփականությունը չի։ Եվ մայրաթորը, այն որ ասում են եկեղեցին մայրաթորին է պատկանում մյուսը, մայրաթորը նույնպես պատկանում է մեզ։ Հենց ինքը որպես ինստիտուտ։ Դա մերն է, հայերինն է։ Որտեղ որ դուք կարգ ու կանոնով պետք է մեր սերունդներին դեռ ընդդուպ փոխանցեք քրիստոնեական արժե համակարգը։ Դուք շատ պուճուր եք որոշեք երբ կգնաք, որ դեպքում կգնաք, որ դեպքում չէ։ Դուք արդեն գնացել եք, վրաներդ ոնց որ խաբար չկա։ Մի կողմից սկսեք ճամպրուկները պատրաստել, եթե իհարկե նպատակը դրված եք փախնել Հայաստանից առհասարակ։ Այն եզրացնել այնտեղից, թե բա տեղափոխենք Ռուսաստան, բանը, թող այստեղից կառավարի։ Բանը, նարեք հոպարի գանձ, ասելիք չունես, նայեք ոնց է։ Գնա Ռուսաստան ու որոշի կառավարես։ Մեր տեղապահը երբ որ կընտրվի, հանրությունը պահանջ կներկայացնի, երբ որ տեղապահը չէ, կներեք։ Երբ որ կաթողիկոս կունենանք, հանրությունը պահանջ կներկայացնի, որ չի կարող հայ ժողովուրդը ունենալ երկու կաթողիկոս։ Կտրիչի պարագայում դառնում են ոնց որ թե 3 կաթողիկոս։ Ցանկացած հրովարտակով, կոնդակով, չգիտեմ ինչով, այս ամբողջը 1 պիտի լինի, նրանց կարգը պիտի փոխվի կաթողիկոսից, դե Արամինը հաստատ, առհասարակ այդ գահերի անունները։ Եվ 1 լուսավորչի գահը պիտի հայ ժողովրդին սպասարկի առաքելական քրիստոնեության արժեհամակարգային ուսմունքը, բարոյական ուսմունքը։ Հասկացաք, այդ ամեն ինչը կլինի հանգիստ եղեք։ Կանգնել պառակտումներից են խոսում, իրենք պառակտված լինելով, դուք պառակտում եք, ուրեմն տեսեք, ընտանիքում, ես երեք իմ ֆեյսբուքյան եթերի ժամանակ եմ ասել, ընտանիքում լինում են իրավիճակներ, երբ որ այսիշ թեմայի շուրջ, հայրն ու որդին համաձայն չեն, մարդու կնիկ այս թեմայի շուրջ համաձայն չեն, դա ինչ կոչվում է պառակտում, ոչ, դա նշանակում է սեփական կարծիք։ Այլ բան է, որ դուք այդ մարդկանց սեփական կարծիքները փորձում եք օգտագործել որպես իրար նկատմամբ թշնամանք սերմանելու միջոց։ Դաշնակներ, հատկապես ձեզ է վերաբերվում։ Քոչարյաններ, հանրապետականներ, ձևիստներ, հոյ, մենք գնում ենք այնտեղ համերաշխության, ինչ համերաշխությունն արեք,
Դու եկել ես այնտեղ, որպեսի իմ ու կտրիչ Ներսիսյանի միջև համերաշխ մթնոլորտ ձևավորես, դու լավ ես ապեր, տաքություն չունես, ինչ համերաշխություն, ինչ ես խոսում ենք համերաշխությունը, ինչի հետ համերաշխ լինեմ, ոչ, սա հասարակությունն է, հասարակությունը լինում է բազմաշերտ ու բազմակարծիք, եւ ամեն մարդ իրավունք ունի կարծիք ունենալու, արտահայտելու ձևեր կան, քննարկումներ կան եւ այլն, ինչի եք մտելու իբր թշնամություն դուք եք արել եւ շարունակում անել, այսօր ձեր ձևով հարց լուծելու լոզունգը վերցրել եք, խոսում եք համերաշխությունից, եթե դուք ասում եք մեր ձևով, ձեր լոզունգը պառակտման մասին է, դուք չեք նկատել, ու համերաշխությունից սիրուն խոսելով չի, եթե դուք ասում եք մեր ձևով, ուրեմն դուք արդեն տարբերություն եք դնում մնացածների ձևերի դեմ, միջև, բախ եք պառակտվում, ինքնապառակտվում, ցնդելու բան է իմ մարդ, ես նույնն է ոնց որ Ռոբերտ Քոչարյանը խոսում է քրիստոնեական արժեքներից, ես նույնն է ոնց որ Սերժ Սարգսյանը կհիշեք, մի անգամ բան է, հակակոռուպցիոն ինչ-որ խորհուրդ էին ձևավորում, փոխանակ ինստիտուտը ձևավորեն, ու բան է, որ կոռուպցիա չլինի բաման, այդ հավաբնի պահակել գելերին էին դրել, Հովիկ Աբրահամյանին, բանին, այդ նույն բանն է, հասկանում եք, մեր եկեղեցի Մայրաթոռը հրապարակային արտահայտվել է, որ դու, նայն Արեգ, դու ինչի հետ ես ինձ ասում հաշտեղի, դու կարաս հաշտ լինես, ձեր արժե համակարգը ինձ քիչ է հետաքրքրում, դու ինձ ինչի հետ ես, ասում ես գնել, կամ Պողոս, կամ Պետրոս, հաշտ եղեք, որ Մայրաթոռը սատարում է մի հատ ուրիշ տղի գրպանը պլանքացած ոստիկան վրեն բերած անձի հետ, ով սրբազան հայրը հանդիսանում, անձի հետ, ով հարազատի հետ սեռական կյանք ունի, գիտեք, երեք ընկերս բաներ փորձել, ChatGPT-ին հարցրել էր, թե նման վարքագիծը ոնց է գնահատվում, ChatGPT-ին ոնց հարցը ասես տվեցինք, մեկը ասում է, որ դա բանի ցածր սոցիումի արժե համակարգ կրող անձի դրսևորումը, երբ ինքը հարազատ կապը չի ցանկանում նկատել իր անասնական բնազդի դիմաց, հիմա դուք ինչքան ուզում եք ասեք սարկած մարկած, դա այդպես չի, որովհետև սարկած նյութը հստակ պատասխան է գալի փորձագետներից, որ սարկած է, հասկանում եք, իսկ փորձագետները ասել են, որ ոչ սարկած, դա երևում էր, որ սարկած է, ում ինչ չեք խապի, էլի, ես հեռուստատեսության մարդ, կինոյի մարդ, դուք ոնց կարաք իմ աչքին խապեք, դուք կարող եք ձեր մի հատ հարևանի խապել, ով տարեց կին կլինի, ով շատ բան չի հասկանում, անգամ չգիտի սարկածը որն է, Մայրաթոռը եւ Նարեկ դու ասում ես հաշտ եղի Մայրաթոռի պաշտոնական են դիրքորոշման հետ, որ կարա որևիցե սրբազան պատերազմի ընթացքում, պատերազմից հետո կամ ցանկացած ժամանակ, բայց պատերազմի ընթացքում ու հետո ավելի վատ բան է, ռազմական հեղաշրջման կոչ անել։ Այսինքն Նարեկ Կարապետյանից ճիշտ եմ հասկանում, որ եթե հանկարծ ինչ պատճառներով դուք գաք իշխանության, դուք բանի միջից, օրենսգրքի միջից դուրս եք բերելու այդ հոդվածը։ Այսինքն
Մարդը, որպեսզի կարողանա ազատորեն ռազմական հեղաշրջման կոչերով հանդես գալ, ու դրա համար պատասխանատվություն չկրել։ Ես խնդրում եմ սրա պատասխանը անպայման տակ։ Դուք առաջարկում եք, որ հանելու եք այդ օրենքը, դուրս եք բերելու։ Կա այդ օրենքը։ Այդ մարդն էլ ոչ միայն հայտարարություն արել, հետո ճշտող հարցերին անընդհատ ասել է, հա, ես արել եմ ու էլի եմ ասում։ Այդ օրենքը մնալու է, թե դուրս է գալու։ Սա մայրաթորի պաշտոնական հայտարարություն դունայի, ապո, եկել ես ինձ համերաշխության քարոզ ես կարդում։ Դուք ձեր ձևիստներով, պառակտման մասին լոզունգով, կանգնել եք մայրաթորի այս ախմախ հրապարակումները, ասում եք գնել, ընդունի դա և համերաշխ եղիր, գժվել եք դուք համերաշխ եղեք, եկեք ռադ անենք դրան, ձեր սլոգնն էլ փոխեք, դե համերաշխ եղեք, համերաշխության կոչ եմ անում, տերակտի կազմակերպման մեջ մեղադրվող Վազգեն Գալստանյանին ես պիտի ընդունեմ որպես սրբազան հայր, ու եթե չեմ ընդունում, ուրեմն բանենք, պառակտված ենք, գժվել եք։ Դուք հասկանում եք ինչա տերորիզմի մեջ մեղադրվելը։ Դուք հասկանում եք մարդը, եթե կարա խոսի նման բանի մասին, դեռ չեմ ասում, որ արդեն անգամ պատրաստություններ էին տեսել ու զեկուցում էին իրար, թե ուրա հասել է ծրագրի իրագործումը։ Ես ասում եմ, մարդ, ով կարա մտքով անցնի այդպիսի բան, սեփական երկրում, սեփական քաղաքացիների դեմ, կրում է սրբազանի անուն ըստ մայրաթորի, եւ մայրաթորն էլ աղոթում է իր եղբորամար ու ասում է, հա, իրանք պիտի ազատության մեջ լինեն։ Ես ում հետ սրանց հետ պիտի համերաշխ լինեմ։ Ցնդել եք, սա է ձեր արժե համակարգը, սա պետություն եք դուք ընկալում, թե մի հատ, չգիտեմ, որ ծայրա գավառում մի հատ կուպրիկ, որտեղ որ ով ինչ ուզի կարա անի, ով ուժեղա ենի պիտի մնա, սա ձեր արժե համակարգը, ու ես պառակտված եմ, դուք համերաշխության կոչ անողը, դուք չեք նկատել, որ հենց էսա պառակտել, Պառակտման դեմ եք կտրիչի գլխին կտստելով իմի պիտի ստեղից լարած լինեք, վաղուց, ոչ թե մի հատ էլ գայք հպարտ, մենք մեր ձևով պաշտպանում ենք եկեղեցին, լավ, հա, ասում է բարերարները, բոլոր բարերարների նկարներն էլ լինում են բան և այլն, գիտես ինչ, կարող է լինում են, չնայած ես հիմնականում տեսել եմ բարերարների բանը, անունն է քանդակած լինում եկեղեցու պատին, Արաժեշտություն չի լինում նկարը, տեղադրել, վեհարանում, եկեղեցու ներսում, դրսում, մի հատ էլ էջմայացնի մայրաթորի հետ դիմաց տոնածառ դրեք, վրան կախեք բոյ Սամվել Կարապետյանի նկարը տոնածառի խաղալիքի նման, չգիտեմ, հարցը դա չի, հարցը գիտես որն է, որ Սամվել Կարապետյանը, հոր եղբայրդ, ոչ թե բարեգործություն արել, որպեսի մայրաթորը վերականգնվի, այլ Սամվել Կարապետյանը ծախսել է գումար, որպեսի քաղաքական այդ ուժը ամրացվի, ասեմ ինչու եմ այդպես մտածում, որովհետև եթե նա գումարը ծախսել է, որպեսի մայրաթոր Սուրբ Էջմիածին եկեղեցին կառուցվի, կամ վերանորոգվի, կամ հիմնանորոգվի, չգիտեմ, որ մի 20 տարի էլ էտ էիք կառուցում, ապա ինքը չպիտի խնդիր ունենա կաթողիկոսնովա, որքան էլ ինչ հարաբերությունների մեջ լինի, որովհետև ինքը գումարը կաթողիկոս Կտրիշ Ներսիսյանին չի տվել, կամ կաթողիկոսին չի, այո, իրա միջոցով է արել, բայց իրա նպատակը եղել է եկեղեցու հիմնանորոգումը, Այդ ընթացքում ով կգա, ով չի գնա, իր նպատակը դա է և իր ծախսը այդտեղ անում։ Եվ եթե ծախսել է, որ մայրաթորը հիմնանորոգվի,
Էդի մեր վզին մի հատ պարտականություն չի դնում, որ մենք էլ պիտի ասենք, վայ ապրի Սամվել Կարապետյանը մի 30 միլիոն դոլար չգիտես խի ծախսել է։ Սա է վերանորոգ է։ Հիմա ուրեմն որ Սամվել Կարապետյանը ասում է կտրիչը պիտի մնա, ուրեմն պիտի մնա։ Սրանք իրարից տարբեր բաներ են, դուք հասկանում եք։ Շատերն են շատ բարեգործություններ արել։ Ոչ միայն եկեղեցիներ, դպրոցներ են կառուցել, ինչը որ դու չես հասկանում ինչի համար է։ Շատ լավ հայեր մինչև այսօր հաշմանդամ մնացած տղերքի են փորձում օգնել։ Շատ լավ հայեր այսօր քաղցկեղով հիվանդների են փորձում օգնել։ Ամենատարբեր հիվանդություն ունեցող մարդկանց։ Դա մարդու սրտից է գալիս։ Բայց ինքը չի կարա թելադրի հետո մենք ոնց պիտի վարվենք, ինչի հետ ոնց չէ։ Չեք հասկացել դուք։ Ոյ մենք համերաշխություն ենք քարոզում։ Դուք եկեք մի պարակտեք կամ պարակ տվեք։ Ձեր բերած համերաշխությունը ձեզ մնա։ Մենք շատ համերաշխ առաջ ենք շարժվում, օրեցօր ամրացնելով մեր պետության ու պետականության դիրքերը ամբողջ աշխարհում եւ ինքնիշխանությունը եւ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին ազատագրվելու է KGB-ի գործակալներից ու վրթանեսանման են ալեր խփնված ծերուկան նման Աստծո անունը տեղի անտեղի տվող չարիքներից։ Հասկացանք։ Լավ եղեք, եթերում ազատ շփումներ, կհանդիպենք։